Պարոն Կոնջորյան, նախ կցանկանայի խոսեինք օրվա իրադարձության մասին։ Մարկո Ռուբիոն է ժամանում Հայաստան եւ քաղաքական առումով սա ինչ կարող է տալ Հայաստանին։ Սա բնականաբար Հայաստան ԱՄՆ բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության շարունակությունն է եւ դրսեւորումն է արդեն կոնկրետ օրինակներով։ Մարկո Ռուբիոյի այցը բնականաբար նշանավորում է մեր երկկողմ հարաբերությունների թրիփի մեր համագործակցության նոր մակարդակ, ինչը ըստ էության ամրագրվել է վերջին շրջանում մեր հարաբերությունների նոր նշաձողի սահմանմամբ եւ բնականաբար շատ կարեւոր այց է, շատ կարեւոր արձանագրումներ են լինելու։ Նախորդին պրոռուսական ընդդիմությունը նախ ընդհանրապես Մարկո Ռուբիոյի այցը այսպես մի տեսակ ծանր է տանում, պարոն Կոնջորյան, եւ Ռոբերտ Քոչարյանը նախորդին հայտարարել էր, որ այցը մեկ նպատակ է հետապնդում, մեկ անգամ եւս նեղացրել Ռուսաստանին։ Դուք ինչ եք կարծում, այս սրանով նեղացնելու ենք մենք Ռուսաստանին։ Մենք մեր հարաբերությունները արտաքին քաղաքականությունը բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն է եւ մենք մեր բոլոր գործընկերների հետ բնականon շփվում ենք։ Երբ որ մենք այցելում ենք Միացյալ Նահանգներ, մենք առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահով եւ ոչ թե Ռուսաստանին նեղացնելու նպատակադրմամբ, երբ որ այցելում ենք Մոսկվա, այցելում ենք Հայաստանի պետական շահով, առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահով եւ ոչ թե մեր արևմտյան գործընկերներին նեղացնելու տրամաբանությամբ։ Քոչարյանը, քանի որ չունի արժեքային կողմնացույց, նրա համար Հայաստանի պետական շահը չի կարող լինել որպես այդ արժեքային կողմնացույցը, թե ինչու ենք մենք մեր հարաբերությունները այս կամ այն երկրի հետ զարգացնում։ Մեր գաղափարական եւ արժեքային կողմնացույցը Հայաստանի Հանրապետության պետական շահն է եւ մենք մեր շահերը հետապնդելու ենք բոլոր երկրների հետ ունենալով բնականon հարաբերություններ։ Քանի որ խոսք գնաց նաեւ թրիփից եւ Ռուբիոյի այցն էլ հենց դա է խորհրդանշում, որոշ ժամանակ առաջ մեր հայտնի ուժերը պնդում էին, թե թրիփը այլևս կենսունակ չէ, պայմանավորված տարածաշրջանային իրադարձություններով։ Այս հայտարարությունները ինչ նպատակ էին հետապնդում։ Թրիփը կենսունակ է, Ռուբիոյի այցը եւս վկայում է այն մասին, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունն ու պայմանավորվածությունները ուժի մեջ են եւ շարունակվում են եւ իրագործվում են ու իրագործվելու են, իսկ ընդդիմության բայղուշությունները հերթական անգամ վկայում են նրանց ցայտնոտի մասին, նրանց մուրազները փորներն մնալու, եթե ժողովրդական լեզվով ասենք, Քոչարյանը եւ մյուսները ցանկանում են, որ Հայաստանը մնա շրջափակված, որ Հայաստանը մնա ուզողի կարգավիճակում, որ Հայաստանը մնա օտար փրկչի կողմից փրկվելու այդ ողորմության հույսին, որ Քոչարյանն ու Քոչարյան նմաններն էլ դառնան որպես օտարների ձեռնասուն խամաճիկներ Հայաստանի ծայրագավառապետեր, թալանեն, հարստահարեն, վերադարձնեն իրենց ժամանակների բեսպրեձելը եւ բնականաբար, երբ որ Հայաստանը ապա շրջափակվում է աշխարհագրական սահմաններով, դրանից առաջ կամ դրան զուգահեռ Հայաստանը նաև ապա շրջափակվում է գաղափարապես, Հայաստանը ապա շրջափակվում է դիվանագիտորեն, Հայաստանը ապա շրջափակվում է տնտեսապես եւ մարդիկ եւ լույս է սփռվում այն եղկելի իրականության վրա, որի ճարտարապետներից մեկն էլ հենց Քոչարյանն էր։ Դրա համար այն ինչ որ լավ է Հայաստանի համար, այդ թվում թրիփը վատ է Քոչարյանի համար, որովհետեւ լույսը խավարասերների համար հակացուցված է։ Թրիփը Քոչարյանանմանների համար հակացուցված է, ցանկացած լավ բան քաղաքական խավարասերների համար հակացուցված է, իսկ Քոչարյանը քաղաքական խավարասեր է։ Պատերազմի եռագլուխ կուսակցության պարագլուխները քաղաքական խավարասերներ են, ովքեր ուզում են վերադարձնել խավարը Հայաստան, ինչը որ մենք թույլ չենք տալու։ Քանի որ մոտենում է մայիսի 28-ը եւ Հայաստանը մեծ շուկով պատրաստվում է զորահանդեսին, ընդդիմադիրները նաև պիտակավորում էին իշխանություններին թույլ բանակ ունենալու եւ չգիտես ինչ զենքեր գնելու մեջ։ Հիմա հեսա
զորահանդեսից հետո, երբ որ մարդիկ կգան եւ իրենց աչքով կտեսնեն եւ իցույց Հայաստանի բոլորը կտեսնեն, թե մենք ինչպիսի բանակ ենք կառուցում եւ որտեղ են գնում քաղաքացիների մուծած հարկերը, այդ ժամանակ սա կլինի հերթական շռնդալից ապտակը խավարասեր ընդդիմության համար, որը որ ցանկանում էր, որ Հայաստանը մնա 70-ականների զենքերի, կանսերվի բանկաների, թալանչի գեներալների ստեղծած բանակի հույսին։ Եվ բնականաբար նրանք բոլորը կտեսնեն եւ դա նրանց համար հաճելի չի լինի։ Ժողովրդի համար կլինի հաճելի, ժողովրդի համար կլինի ոգեշնչող, բայց պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների համար կլինի հերթական տվայտանքների եւ անքուն գիշերների պատճառ։ Նաև կցանկանայի խոսենք ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի մասին։ Այսօր առավոտյան Նարեկ Կարապետյանը Facebook-ում գրառում էր կատարել եւ կից լուսանկարներ տեղադրել հետեւյալ բովանդակությամբ, որ 90-ականներին արտասահմանյան քաղաքացիություն ստացածները, որոնք 60-ից 70-ականների ծնունդներ են, մասնավորապես Կալուգայում, նշվել են որպես ՖՍԲ մատնանշել էր։ Այսպես նա սրանով ինչ է ցանկանում ապացուցել, որ իր հորեղբայրը անմեղ է եւ գործակալ չէ, թե ունի այլ միտումներ։ Ես բնականաբար դրանք իրականությունը թաքցնելու շատ անօգնական փորձեր են, որովհետև Սամվել Կարապետյանը հենց ինքը անձամբ լրագրողի հարցերին ի պատասխան, երբ որ այդ հետաքննությունը հրապարակվել էր, ըստ էության չի հերքել ՖՍԲ-ի գործակալ լինելու փաստը, դա հրապարակային է, այսինքն այդ լրատվամիջոցի եւ լրագրողի հարցերին ի պատասխան նա չէր հերքում եւ ասում էր, որ պետքա բանի տեղ չդնել։ Այդ ոնց սկսեցին հանկարծ բանի տեղ դնել։ Կարող է հասկացան, որ այնուամենայնիվ դիմակները պատրվում է, ժողովուրդը հասկանում է, որ ինքը գործ ունի գործակալների հետ, որ դրանից կարճ ժամանակ կարճ երևի 1-2 օր անց նաև պարզվեց իրենց դաշնակից պատերազմի եռագլուխ կուսակցության գլուխներից մեկի երկրորդ համարի պետական դավաճանության մեջ մեղադրվելու փաստը եւ երբ որ մենք դնում ենք այս puzzle-ը, երբ որ մենք դնում ենք դրա կողքին Քոչարյանի անունով ձայնով այն հայտնի ձայնագրությունը, որով նա ձայնային հաղորդագրություններ ուղարկում ռուսերեն լեզվով Ռուսաստան եւ խնդրում էր, որ իրեն դուրս բերեն քաղաքականությունից։ Այս ամեն ինչը puzzle է, puzzle-ի կտորներ են, երբ որ այս puzzle-ի կտորները դնում ենք իրար կողքի, պատկերը ակնհայտորեն պարզ է դառնում եւ այդ պատկերն այն է, որ մենք պատերազմի եռագլուխ կուսակցության տեսքով մենք ունենք գործակալական ցանց, մի տրոյական ձի, որը ներդրվել է Հայաստանի քաղաքական համակարգ եւ ցանկանում է վերջ տալ Հայաստանի պետականությանը, ինչը որ մենք թույլ չենք տալու։